Սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ ձեզ համար տեսանյութ նկարելու վարունգի ջերմոցներից մեկում, եկել եմ ցույց տալու, թե ինչ են անում մեր ջերմոցատերերը, գիտեն, որ սրսկում են անում, բրավո տեսակի թունաքիմիկատ են սրսկում։ Ահա։ Ինչպես տեսնում եք, սրսկման աշխատանքներ են անում մասնագետները։ Սրսկման աշխատանքները իրականացնում են առավել հով եղանակին, ավելի նպաստավոր պայմանները հով եղանակին սրսկման աշխատանքները իրականացնել, ես այդ մասին խոսել եմ իմ նախորդ տեսանյութերում։ Ահա տեսեք, ինչով են սրսկման աշխատանքներ իրականացնում, այստեղ փոշիացնող հատուկ սարք է, որը փոշիացնում է։ Միացված է ընդհանուր սրսկման ապարատին եւ այսպես փոշիացնելով ամբողջը, որպեսզի լավ սրսկվի։ Մոտիկացնեմ, որպեսզի տեսնեք։ Այսպես, սիրելի հետևորդներ, եկել եմ սրսկման աշխատանքները նկարելու։ Ինձ իրականում չէին տեսել, նոր նկատեցին։ Վարունգները այստեղ նույնպես լավ վիճակում են գտնվում, բայց քանի որ եղանակները խոնավ են, ավելի լավ է, որ պաշտպանիչ սրսկման աշխատանքներ իրականացվեն։ Ինչպես տեսնում եք, շատ լավ վիճակում են, լավ ծաղկել են բույսերը։ Այստեղ նույնպես ունենք լավ բերքատվություն, սա արդեն ստելա տեսակի վարունգն է։ Սա այն ջերմատունն է, որտեղ ես նկարել էի ձեզ տեսանյութ, ինչպես են վարունգները տնկում հողում։ Արդեն բավականին մեծացել են վարունգները, բերք ունենք վրան։ Ուզում եի ուղղակի ձեզ ցույց տալ ինչ են սրսկում։ Հիմա մասնագետը սրսկումից հետո կմոտենա եւ կասի ինչ հարաբերակցությամբ է սրսկել։ Ինչպես տեսնում եք, վերևի հատվածում այստեղ օդափոխման համակարգը լավ է աշխատում։ Նախորդ ջերմատանը, երբ որ տեսանյութ էի նկարել, նշել էի, որ պարտադիր պետք է վերին հատվածում օդափոխում կատարվի, որպեսզի ներքևի բերքը կարողանա փոշոտում կատարի։ Ահա, այստեղ ինչպես տեսնում եք, այդտեղ վերևում օդափոխումը լավ է իրականացվում եւ հետեւաբար բերքը նորմալ աճում է։ Ինչպես տեսնում եք, ներքևի հատվածներում ունենք նորմալ պտուղներ, պարզապես սրսկած է, դեռ թաց է, չեմ ուզում մոտենալ, այսպես ձեզ ցույց կտամ, սա ներքևի բերքերն են, բոլորը շատ լավ վարունգները աճել են, ծաղկավիժման վտանգ չկա այստեղ, շատ հիանալի վիճակում են գտնվում։ Մասնագետին ձայն տվեցինք, մասնագետը պատասխանեց, որ ուրեմն սրսկում է բրավո տեսակի թունաքիմիկատը, ինչպես որ ենթադրում էի, սրսկում է բորբոսների դեմ, սնկային հիվանդությունների դեմ, սրսկում է 10 լիտրին 50 գրամով։ Ուրեմն կարող եք ձեր ջերմատանն էլ, երբ որ վարունգ սրսկեք, իմանաք, որ 10 լիտրին 50 գրամով կարելի է սրսկել։ Այսքանը, սիրելի հետևորդներ, թե ինչ, եթե հարցեր ունեք գրեք, սիրով կպատասխանենք, իսկ դուք բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք։